Հարգելի ստեղծողներ, աստեղացել հանրային տարբեր շրջանակների ներկայացուցիչներ են այս ընթացքում մոտեցել Ծառուկյանին։ Բարգավաճ Հայաստան։ Դու ցավոտ մենակ դες։ Ծառուկյանը որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։ Բաց չեմ լսում։ Տեղեկացել, որ որոշել եք չմասնակցել նախընտրական մեծ բանավեճին։ Ոնց որոշե, եթե մի ամիս առաջ հայտնել են, հիմա ես իմ ամբողջ թիմը ինձ է սպասում։ Ես մեծ հաճույքով կմասնակցեի, բայց այսօր նայ ես կարայի չգայի։ Այս ժողովրդը ինչ էր անելու առանց իրենց ղեկավարի, հա՞։ Միլիոնավոր մարդիկ հիմա հերոստացույցի դեմը նստած սպասում են Ծառուկյանի խոսքին, ամբողջ հեսա մաս-մաս միանալով գնալու են, որ ներկանանք, եթե ես չգայի, դա այդ չէր լինի, չէ՞։ Դե չէ, դեր թեմա չենք կդասել։ Հաշվի առնելով, որ մեծ շրջապատ ունեք նաև արտերկրում այս ընթացքում աջակցող խոսքեր եղել են կոնկրետ միջազգային տարբեր կառույցներից, ձեր գործընկերներից։ Ուրեմն ամբողջ աշխարհի հետ շփվում եմ, բոլորն էլ ցանկություն ունեն, օգտակար լինեն, պիտանի լինեն, հազարավոր ազդեցիկ հայեր կան, որոնք աշխարհում եք ձեռագիր ունեն, աշխատել են, ուզում են պիտանի օգտակար, մեզ բոլորը սիրում են, հարգում են, ուզում են լավ բան անեն մեր երկրի համար։ Պարոն Ծառուկյան, ինչու չեք գնում բանավեճի, Նիկոլ Փաշինյանը թողեմ գնամ, այսպես պետք է ղեկավարվի։ Ինչու որոշեցիք չմասնակցել։ Այ ցավետ տանեմ, ոնց այսքանին ում թողեմ։ Դա մի ամիս առաջ որոշած է եղել։ Այսօրը որ պետք է անցկացնենք մեր հավաքը։ Հանրահավաքի պատճառով չեք գնացել։ Բարև ձեզ։